Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման նախաձեռնությամբ Նեմեսիսի հուշարձանի մոտ անցկացվեց մեր վրիժառուների հիշատակի ոգեկոչման արարողություն։ 2 տարի է անցել, ինչ հուշակոթողը տեղադրվել է, այն դարձել է սրբատեղի ուխտավայր։ Այսօր էլ Նեմեսիսը շարունակվում է։ Սակայն այսօր մենք ոչ միայն պետք է պատժենք նորօրյա հանցագործներին, այլև հետևողական պայքարենք ողջ ծավալով վերականգնելու արդարությունը մեր ժողովրդի համար։ Երաշխավորելու նրա ազատ եւ արժանապատիվ կյանքի իրավունքը սեփական հայրենիքում, նրա զարգացումը, հզորացումը ու բարգավաճումը։ Արևմտյան Հայաստանում մեր հայրենիքում են մեզ ցեղասպանել, մեր հայրենիքից են մեզ տեղահանել, հայրենազրկել, դարձրել զոհ եւ վտարանդի։ Իսկ Նեմեսիսը որոշ չափով կարողացավ ազգային վրեժ լուծել, թուրք դահիճներին ու հայ դավաճաններին պատժել։ Արմեն Գևորգյանը հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռն է, պատմեց, որ իր պապը գերեզման չունի, Հայաստանում նրան ձերբակալել են բոլշևիկները, 8 ամիս տանջել բանտերում։ 37 թվականի օգոստոսի 14-ի 15-ի գիշերը դժբախտաբար Երևանում մեզանից ոչ հեռու գնդակահարել են։ Եվ նույնիսկ մենք չգիտենք ինչ պայմաններում են մեր պապիկին թաղել։ Եվ այսօր երբ որ ես այստեղ գալիս եմ, ինչ որտեղ նաև գալիս եմ իմ պապիկի գերեզմանը եւ այստեղ հնարավորություն ունեմ մեր ընտանիքը ծաղիկներ դնելու։ Նեմեսիսը վրիժառուներից բացի ունեցել է նաև կազմակերպիչներ, որոնցից մեկը Շահան Նաթալին է, նրա «Թուրքերը եւ մենք» գիրքը աշխարհաքաղաքական վերլուծությունների, իրատեսական գաղափարների ուղեցույց է։ Քանի չկա արդարադատություն, քանի չկա արդար պատասխան եւ քանի հայոց ցեղասպանությունը իր արդարությանը չի հասել, հայության նկատմամբ հերթական ցեղասպանությունները դա ընդհանրապես ժամանակի հարց է։ Ինչ որ տեղ ունեցավ Արցախում բառացիորեն 2 տարի առաջ, ոչ ոք չկարծի, թե դրանով ինչ որ բան ավարտվում է։ Ընդհակառակը ցեղասպանության վտանգը հայության առաջ, հայության համար ել ավելի մեծացել հենց այսօր։ Նշանակում է Նեմեսիսը ուղղակի պատմություն չէ, քանի կա թուրքը, նրա հայասպան նպատակը չի փոխվելու, ուրեմն Նեմեսիսը լինելու է դրան հակակշիռ։ Արժանապատվությունը յուրաքանչյուրիս համար դեռ քիչ է, պետք է ազգային արժանապատվություն ունենանք եւ որի համար պետք է պայքարենք, պետք է արարենք, պետք է կռիվ տանք ամեն օր։ Նեմեսիսի ազգային վրիժառուները հանեցին մեր վրայից զոհի թույլի պիտակը, թուրքերի համար դարձան մղձավանջ, դրա համար էլ վրիժառուները մեզ համար հերոս են, որոնց հուշակոթողն անգամ Երևանից Անկարա հիսթերիայի մեջ է գցում թուրքերին։ Նաիրա Փայտյան, Վարդան Գրիգորյան, Լրաբեր։